Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացահայտ ապօրինություն թույլ տվեց վերաքվեարկություն չնշանակելով այն տեղամասերում, որոնց արդյունքները անվավեր էին ճանաչել, հայտարարում են անկախ դիտորդից։ Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանի կարծիքով ընտրական հանձնաժողովը կամ պետք է վերաքվեարկություն նշանակեր 3 տեղամասում կամ ամբողջ հանրապետությունում։ Մեր սպասելիքները մի քիչ տարբերվեցին իրականությունից, որովհետև մենք չենք սպասում, որ այդ աստիճան բացահայտ ապօրինություն կարող է անել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ընտրական հանձնաժողովը 3 հաստատեց հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները, որոշելով վերաքվեարկություն չնշանակել այն տեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էին ճանաչվել։ Այս որոշումը վճռորոշ եղավ քաղաքական երկու ուժի՝ Բարգավաճ Հայաստանի եւ Քաղաքացիական պայմանագրի համար։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը դուրս մնաց նոր խորհրդարանից, իսկ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը ստացավ պատգամավորական մանդատների 3/5-ը։ Այդուհանդերձ ընտրական հանձնաժողովի նախագահ նախկին ՔՊԱ-ական Վահագն Հովակիմյանը 3 պնդեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12 կոտորակ 13, 10 կոտորակ 51 եւ 36 կոտորակ 65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան անցնելու շուրջ ինտրիգը հասունացավ քվեների հաշվարկի հենց առաջին ժամերից։ Գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում նախնական տվյալների հրապարակումից պարզ էր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը զրկվում խորհրդարանում 3/5 ունենալու հնարավորությունից։ Արդեն լուսադեմին, երբ հանձնաժողովն ամփոփեց բոլոր 2005 տեղամասերի արդյունքները, ԲՀԿ-ին դեռ հաջողվում էր պահպանել անցողիկ շեմը։ Իրավիճակը սակայն փոխվեց հունիսի 8-ի առավոտյան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մոտ 35 րոպե ուշացումով մեկնարկած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հրապարակված տվյալներում ներառված չեն եղել էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Դրանց հավելումից հետո պատկերը վերադասավորվեց եւ Բարգավաճ Հայաստանի ձայները դարձյալ նվազեցին, կուսակցությանը թողնելով անցողիկ շեմից ներքև։ Մեկ ձայնը անգամ կարող է որոշիչ լինել մեր, այսպես քաղաքական ուժերից շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար։ ԿԸՀ-ի թարմ տվյալներից հետո ԲՀԿ-ն դիմեց վերահաշվարկի, պնդելով, որ իր ձայները սխալ են հաշվել, ինչից հետո պակասող քվեները լրացան։ Սակայն հունիսի 11-ի գիշերային նիստում Վահագն Հովակիմյանի ղեկավարած հանձնաժողովն անվավեր ճանաչեց 2 տեղամասի արդյունքներ։ ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն ու կրկին հայտնվեց խորհրդարանից դուրս մնալու վտանգի առջև։ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։ Ըստ ընտրական օրենսգրքի արդյունքների վրա ազդած խախտումների դեպքում ԿԸՀ-ն առանձին տեղամասերում վերաքվեարկություն է նշանակում։ Իսկ եթե խախտումներն անհնար է շտկել, ազգային ժողովի ընտրություններն ամբողջությամբ անվավեր են ճանաչվում եւ նշանակվում համապետական վերաքվեարկություն։ Ընտրական գործընթացին հետևած ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մերի Մինասյանի խոսքով վերաքվեարկություն չնշանակելու ընտրական հանձնաժողովի որոշումը առնվազն խնդրահարույց է։ ԿԸՀ-ն ինչի վրա է հիմնվել այդ որոշումը կայացնել։ Ինչի վրա են որոշել, որ այդ 3000 ընտրողի քվեարկության արդյունքները էական չեն ամբողջ ընտրությունների արդյունքների վրա, այն դեպքում, երբ որ մի ուժի խորհրդարան անցնելը կամ չանցնելը ընդհանրապես մի քանի ձայնի հարց էր։ Ոնց են իրենք այդ որոշել, ինչ որ հաշվարկ արել են, թե չեն արել, եթե արել են, ինչու հրապարակված չէ այդ հաշվարկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այսօր հրապարակվեց Վահագն Հովակիմյանի պարզաբանումը, թե ինչու չպետք է լինի մասնակի վերաքվեարկություն։ Ըստ նրա, եթե հիմնական ընտրություններին մարդիկ քվեարկում էին առանց արդյունքներն իմանալու, ապա հիմա տեսնում են, թե ում քանի ձայն է պակասում։ Սա ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մեկնաբանությամբ կհանգեցնի հաշվարկված քվեարկության, երբ քաղաքացին քվեարկում է վերջնական արդյունքը միտումնավոր փոխելու համար։ Անկախ դիտորդի ներկայացուցչի գնահատմամբ Վահագն Հովակիմյանը մանիպուլյացիա է անում, որովհետև Բարգավաճ Հայաստանը այդ տեղամասերում արդեն ուներ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ ձայները։ Եվ այո, մենք այդտեղ հավելային հավանականությամբ տեսնելու ենք tactical voting, հա, երբ որ մարդիկ քվեարկում են ոչ թե իրենց քաղաքական նախասիրություններով, այլ զուտ տակտիկական բաներով, պայմանական,
բոլոր ընդդիմադիրները քվեարկելու են Բարգավաճ Հայաստանի օգտին, որովհետև մյուս ուժերի օգտին քվեարկելուց առանձնապես բան չէր փոխվի, իսկ Բարգավաճ Հայաստանի անցնել-չանցնելու հարցն է։ Դիտորդները անընդունելի են համարում ընտրական հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունը, թե վերաքվեարկության դեպքում կա տակտիկական քվեարկության ռիսկ։ Այդ կարգավորումը կա, այդ կարգավորումը գրված է օրենքում եւ ԿՀ-ն չի կարող ասել, որ դա խնդրահարույց կարգավորում է, ուրեմն անվավեր է, ուրեմն չենք հետևում այդ կարգավորմանը։ Այսինքն Հովհաննիսյան Վահագի ասածից ելնում է այն, որ ընդհանրապես երբեք չի կարելի անել առանձին տեղամասերում վերաքվեարկություն, ինչը հակասում է օրենսդրի սահմանած կարգավորումներին օրենսգրքի 95 եւ 101 հոդվածներով։ ԿՀ նախագահը հիմնավորելով որոշումը նաև Վենետիկի հանձնաժողովին է հղում արել, բայց այստեղ էլ ականատեսի ներկայացուցչի գնահատմամբ Հովհաննիսյանը ընտրողաբար է մեջ բերել միջազգային փաստաթղթերը, իսկ այնտեղ հստակ ամրագրված է մարդկանց ձայնը չի կարող զրոյացվել ընտրական վարչարարության արդյունքում։ Շատ խնդրահարույց ենք իրականում համարում այս որոշումը առաջին հերթին հանրային վստահության տեսանկյունից ընտրությունների նկատմամբ, հանրային վստահության, ընտրական համակարգերի նկատմամբ վստահության, ընտրությունների լեգիտիմության տեսանկյունից, այսինքն քաղաքացին ել ոնց կարող վստահ լինի, որ ինքը գնալու է ընտրության, ինչ որ սխալների արդյունքում այդ տղամասում արդյունքները անվավեր չեն ճանաչվելու ու հետո իր քվեն չարտացոլվի ընդհանուր պատկերում, այսինքն մի քիչ արդեն կարող է ինքը տանել, այդ որոշումը կարող է տանել ապաթիայի եւ չմասնակցության ընդհանրապես ընտրությունների քաղաքացիների կողմից։ Անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանը հաշվի առնելով ընտրակաշառքի բացահայտումներն ու ԿՀ երեկվա որոշումը եզրակացնում է, նոր խորհրդարանն ունի լեգիտիմության խնդիր։ Նա հույս է հայտնում, որ սահմանադրական դատարանն իր որոշմամբ կշտկի իրավիճակը։